Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք Իրանի շուրջ շարունակվող շատ ծանր եւ լարված իրավիճակի մասին։ Ավիակիրներից մեկը արդեն հասել է Իրանի մոտ եւ փաստացի մենք կարող ենք ձեր հետ միասին արձանագրել, որ վերջի օրերի եւ ժամերի տեղեկատվությունը հստակ արդեն մեզ պատկեր է տալիս։ Իրանի վրա հարվածը շատ մեծ հավանականություն ունի, կարա լինի նույնիսկ անխուսափելի եւ կարա լինի մոտակա ժամերի կամ օրերի հարց, հաշվի առնելով այն կուտակումները, շարժը, որը հիմա տեղի են ունենում Իրանի շուրջ։ Այսօր ձեր հետ միասին մենք մանրամասն կքննարկենք, թե ինչպիսի իրադարձություններ են տեղի ունենում, ինչ ուժերի ուրեմն շարժ, ինչ ուժերի կուտակում, ինչ սպասել եւ առհասարակ Իրանի թեման, որը շարունակում է մնալ կարևորագույն, այսօր կվերլուծենք նորից եւ կհասկանանք, թե ինչ զարգացումներ կարելի է ակնկալել։ Համարում եմ, որ սա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի հարևան Իրանում տեղի ունեցողը անմիջապես նաև ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Առաջի հերթին ես պետք է ձեզ կոչ անեմ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, ես կարդում եմ եւ շատ շնորհակալ եմ ձեր շատ ջերմ խոսքերի համար բոլորին։ Մենք արդեն այստեղ ալիքում ինչպես մեկ ընտանիք լինենք փաստացի այն մարդկանց հետ, ով երկար այստեղ ալիքում արդեն ճանաչում եմ շատերից հետ նույնիսկ շփում ենք ունեցել եւ մի խոսքով դա շատ լավ զարգացում է, ալիքը հենց այդպիսի մթնոլորտ պետք է ունենա։ Գրեք նաեւ ձեր մեկնաբանությունները բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ։ Առաջերտին պետք է ասել, որ մենք ձեր հետ միասին պատրաստել ենք վերլուծություն, որը վերաբերվում էր երկու ավիակիրի ակտիվ տեղաշարժին այստեղ եւ երկուսից մեկը արդեն հասել է, որը գալիս էր Սինգապուրի հատվածից, Ճապոնիայի, Ֆիլիպինների ավելի ճիշտ ուղղությունով, հենց Ֆիլիպիններում էին վերջի անգամ, մինչև այդ էին Ճապոնիայում եւ այդտեղից եկավ Աբրահամ Լինկոլնը արդեն հասել է արաբական ծով, որտեղից որ հասանելի են հարվածները Իրանի վրա։ Իրանը նաև կադրեր է տարածել, որտեղից որ երևում է Աբրահամ Լինկոլն ավիակիրը ԱԹՍ-ով իբրև իրանք նկարահանել են եւ այդտեղ ասվում է, որ եթե դուք հարվածեք Իրանին, մենք կհարվածենք այդ ավիակիրին։ Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ այդ ուրեմն նկարահանումները իրական լինեն։ Այդ նկարահանումները կարող են լինել կամ այնպիսի ԱԹՍ-ից, որը առհասարակ որևէ հարված հասցնել չի կարող, կամ ինչ որ ինքնաթիռից են նկարել, որը առհասարակ կապ չունի պատերազմական, ռազմական բաղադրիչի հետ։ Չեմ կարծում, որ այդքան մոտիկության ավիակիրը, որը ունի բազմաթիվ հակաօդային պաշտպանության համակարգներ, թույլ տար, որ ինչ որ մի բան մոտենար ավիակիրին, այն էլ որը գտնվում է խորը ծովում հիմա եւ մարտական իրավիճակում է։ Ուստի այդ սպառնալիքները իհարկե խոսում է նաև նրա մասին, թե ինչքան լարված է իրավիճակը։ Բացի դրանից պետք է ասեմ ձեզ, որ վերջի տեղեկատվությունները Այաթոլլահ Խոմեյնիի մոտեցումների մասին են խոսում, որ ինքը շատ անհանգստացած է նրանով, որ հարվածը կարա իրականում տեղի ունենալ եւ ըստ վերջի տեղեկատվություններում ինքը պահկվել է բունկերում Թեհրանում մոտավորապես կամ Թեհրանի շուրջ եւ շատ հողի տակ խորքում եւ հույս ունի, որ դա իրան կփրկի։ Այսինքն փորձում է փրկվել երկու սցենարից, կամ հարվածի հետևանքով սպանել, կամ ձերբակալել մոտավորապես Մադուրոյի սցենարով։ Երկու այդ սցենարից էլ ինքը ուզում է փրկվել եւ այդ պատճառով հողի տակ հեռու պահկվել է։ Ասեմ ձեզ, որ դա նաև խոսում է նրա մասին, որ հարձակումը փաստացի անխուսափելի է երևում։ Զուգահեռ դրա մենք տեսնում ենք ակտիվորեն տեղաշարժ տարածաշրջանում, տեսնում ենք F-15-ների ուրեմն ուղարկում այս հատված, տեսնում ենք ՏՀԱԴ եւ Պատրիոտ համակարգերի հակաօդային պաշտպանության կարելի է ասել տեղակայում արդեն ինչպես Իսրայելում, այդպես էլ Կատարում, ակտիվորեն Իսրայելը պատրաստվում է, իսրայելական տարբեր աղբյուրները նաև ասում են, որ ուրեմն այն հատվածները, որոնք պետք է քաղաքացիներին, որ ուրեմն անհրաժեշտ պարեն ունենան,
անհրաժեշտ պահկվելու վայր ունենան, ապաստարան եւ ուրիշ այդպես բունկերներ, նույնիսկ ինչ-ինչ դեպքերում նկատի ունեմ այնպիսի, որոնք խորքային են ավելի, պատրաստվեն դրան, որովհետեւ պետք է բացահայտ ասել, որ Իսրայելի վրա հարվածը լինելու շատ ուժեղ։ Իրանը ունի այդ հնարավորությունները, որ Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով հարված հասցնի եւ կարող խոցել տարբեր վայրեր այդտեղ, հատկապես որ մենք ունենք հունիսի այդ մարտերի հետևանքները 12 օրվա ընթացքում, որոնք տեղի էին ունենում եւ հաշվի առնելով դա, պետք է ընդգծել, որ դա շատ իրատեսական է եւ Իսրայելը պատրաստվում է նաեւ այդպիսի հարվածների համար։ Զուգահեռ դրա պետք է ասեմ, որ Միացյալ Թագավորությունը ուղարկում է այստեղ իր օդային ուժերի հնարավորությունները, բացի դրանից բացահայտ կարելի ասել, որ նախագահ ուրեմն Թրամփը զգուշացրել է նաև այստեղ տարբեր պետություններին, որ կարա տեղի ունենա այսպիսի ռազմական իրավիճակ։ Իրաքի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հակաօդային պաշտպանության համակարգները արդեն տեղեկատվություններ ունեն նրա մասին, որ Իրանի հետ պատրաստվում է այսպիսի ռազմական գործողությունների վարում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը ուզում է սադրել Իրանին եւ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի վրա։ Իրականում այստեղ ավելի Թուրքիան է սադրում, որովհետև Իսրայելը չի պատրաստվում առաջինը հարվածել եւ հայտարարել է, որ ինքը միայն կհարվածի արդեն ի պատասխան, եթե Իրանը հարվածի, բայց առաջինը իհարկե հարվածելու է Միացյալ Նահանգները, դա ակնհայտ է։ Իրանի այս իսլամական հեղափոխության ուրեմն այդ պաշտպան ուժերը հայտարարել են, որ եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարվածեն Իրանին, ապա տարածաշրջանային մեծ պատերազմ կսկսվի։ Եվ բարձր պաշտոնյա իրանցիները հայտարարում են, որ լայնածավալ պատերազմ կլինի եւ սրա հետևանքով հարվածներ Իրանը կհասցնի ամբողջ Միացյալ Նահանգների ենթակառուցվածքներին տարածաշրջանում, այդ թվում նավթի հնարավորություններին, այդ թվում ավիակիր Աբրահամ Լինկոլնին եւ նույնիսկ հայտարարվել է, որ եթե որևէ մեկը սպանի Ալի Խամենեին, այսինքն իրանց հոգևոր առաջնորդին, ապա դա աննախադեպ զարգացումներին կբերի։ Մի խոսքով սպառնալիքների պակասություն այստեղ չկա։ Սպառնալիքներով լի իրավիճակ է, հարգելի հայրենակիցներ, այն էլ երկու կողմից էլ, որովհետև Միացյալ Նահանգներն էլ շարունակում են ասել, որ այսպիսի իրավիճակին չեն հանդուրժի։ Հիմա ինչ իրավիճակ են։ Միացյալ Նահանգները ճիշտ է ցույցերի տրամաբանությունում հայտարարեցին, որ կարծես մարդկանց կախարան կազմակերպելը չեղարկել են, ինչը նախագահ Տրամփը պահանջել էր, բայց մենք փաստացի ձեր հետ միասին տեսնում ենք, որ նույն այսօր իսրայելական հետախուզությունը տվյալներ է ուղարկել Միացյալ Նահանգներ, որ իրականում չնայած այդ պաշտոնական հայտարարությունին, իրանք միևնույնն է սպանում են ցուցարարներին եւ փաստացի նախագահ Թրամփի այդ որոշումը չեն ընդունել, չեն կայացնում դա։ Բացի դրանից պետք է ասել, որ Միացյալ Նահանգները այսօր հայտարարեցին ռազմական առաջնորդի մակարդակով, որ փաստացի եւ դա պետք է շատ կարեւոր է մենք ձեր հետ միասին արձանագրենք, որ փաստացի Իրանը վերականգնել է կամ վերսկսել է իր միջուկային ծրագիրը։ Այսինքն, ես ցած անկեղծ կլինեմ ձեր հետ, եթե այս պահին հարվածի համար հնարավորություն չկա կոնկրետ ցույցեր օգտագործել, որովհետև մոտավորապես 5000 մարդ առնվազն սպանել են, վերջի տվյալները այդպիսին են, որ ճշմարիտ տվյալներ եթե չէ, կան, այո, ընդդիմադիր տվյալներ, որ 20,000-ի մասն են խոսում։ Կարող եմ ասեմ 20,000, բայց հաշվի առնելով, որ մեր ալիքը չեզոք եւ շատ բարձր որակի տեղեկատվություն ես ձեզ տրամադրում, 5000-ը հաստատված է մոտավորապես, 5000-5500, 2000 իշխանություններն են ասում, 20,000 ընդդիմությունը, բայց իրական տվյալները մոտավորապես 5-5.500 են, ինչը հաստատված է։ Կարա լինի ավել, որովհետև կարա լինի այն դեպքերը, որը առհասարակ մենք չգիտենք իրանց մասին։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ Միացյալ Նահանգների կենտրոնական ուժերի հրամանատարը, այսինքն ով պատասխանատու է Մերձավոր Արևելքում
Միացյալ Նահանգների ուժերի համար եկել է տարածաշրջանը։ Եվ Հորդանան ռազմակայան, որտեղ որ Հորդանանը նաև արդեն ասվեց, որ մասնակցելու է Իսրայելի պաշտպանության գործընթացում եւ կարևոր դեր է ունենալու, ինչպես դա արեց 12 օրվա պատերազմում։ Այսինքն ամեն ինչ իրոք պատրաստ է պատերազմի համար, այն էլ լայնածավալ ուրեմն գործընթացի համար, եւ մենք նաև տեսնում ենք ձեր հետ միասին, որ նույնիսկ պատրաստվում է ինչ որ առումով Իրանը, որ Հորմուզի այդ նեղուցը, որտեղից որ անցնում է աշխարհի նավթի շատ մեծ տոկոսը, փակի այդպիսի պատերազմական իրավիճակում։ Գիտեք, Հորմուզի նեղուցը շատ նեղ տեղ է իրականում տրամաբանորեն, եւ զուգահեռ դրա Իրանը մեծ հնարավորություններ ունի այդտեղ շատ տարբեր ուղղություններով, որ կարողանա առաջընթաց ապահովի եւ փակի իրականում այդտեղ 20-30 կիլոմետր էլ չկա, այդ հատվածը հեշտ կարելի է փակել, կղզիները հաշվի առնելով նույնիսկ պակաս կարա 15 կիլոմետր էլ համարենք, եւ այդ ուղղությամբ լինելու են հստակ քայլեր Իրանի կողմից։ Իրանը ուզում է փակել Հորմուզի նեղուցը, ուզում է փաստացի, եւ մենք ձեր հետ միասին տեսնում եք, տեսեք, ես սա գրում եմ Երևանի ժամով երեկոյան 7-ին, հունվարի 25-ն է այսօր, եւ այս պահի դրությամբ պետք է ասել, որ Իրանի օդային տարածքը մեծ մասամբ փակ է։ Այսինքն Իրանը տարածել է հատուկ այսպիսի հանձնարարություն, որը նշանակում է, որ օդային տարածքում շարժ իրավունք ունեն կազմակերպելու միայն այն հատուկ ուժերը, որոնք երկար ժամանակ է պայմանավորված են սրա մասին, եւ զուգահեռ դրա, որոնք անհրաժեշտություն ունեն անխուսափելի, բայց խորհուրդ է տալի, որ չմտնեն Իրանի տարածք, եւ Իրանում փաստացի կարելի ասել, որ մեծ մասամբ օդը դատարկ է այս պայդրությամբ, եւ դա նշանակում է, որ այո, փաստացի Իրանն էլ պատրաստ է ռազմական գործողությունների։ Այսօր ասեմ ձեզ, որ շատ լուրջ քանակի ուրեմն չինական օդանավներ են եկել դեպի կոնկրետ ուրեմն Իրան, մայրաքաղաք Թեհրան, եւ որտեղ որ ներկայացրել են այդ հնարավորությունները, եւ նկատի ունեմ իրանք տրամադրել են Չինաստանը տրամադրել է Իրանին ռազմական տեխնիկա։ Մեծ հավանականությամբ խոսք է գնում հակաօդային պաշտպանությունի համակարգների մասին, եւ մենք ակնկալում ենք, որ փաստացի կարելի ասել սա լրջագույն զարգացում կարա լինի, որովհետև Իրանը հիմա պատրաստվում է հենց կիրառել առաջի անգամ չինական հակաօդային պաշտպանությունը նրա համար, որ կարողանա հակազդել ուրեմն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործունեությանը օդում։ Սա իհարկե հարգելի հայրենակիցներ կլինի կարևորագույն այսպիսի փորձարկ, թե ինչքանով արևմտյան, այսինքն ամերիկյան զենքը եւ չինական զենքը իրար հետ կարող են մրցել։ Այդ թեման մնում է շատ կարևոր եւ շարունակվում է մնալ օրակարգում։ Նաև ես դες պետք է ասեմ, որ եւս մեկ հետաքրքիր հարց կա, եւ դա վերաբերվում է նրան, որ տարածաշրջան մեծ հավանականությամբ գալիս է երրորդ ավիակիրը։ Երրորդ ավիակիրը, որի մասին մենք տեղեկատվություններ հստակ չունենք, բայց մոտավորապես խոսք է գնում նրա մասին, որ երրորդ ավիակիրը նաև Միացյալ Նահանգներից արդեն շարժվում է այս տարածաշրջան, եւ այդ տարածաշրջանում ունենալու են իրենց հստակ դերը եւ գործունեությունը, եւ դա նշանակում է նաեւ, որ եթե 3 ավիակիր են հավաքում, մեկը կարա լինի Կարմիր ծովում, մեկը Արաբական ծովում, իսկ մյուսը Արևելյան միջերկրական ծովում, ապա դա արդեն լրջագույն զորքեր են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարեց, որ աննախադեպ զորքեր են հավաքել, երեկ էր կարծեմ այդ հայտարարությունը, որ աննախադեպ զորքեր են հավաքել, եւ այդպիսի զորքեր փաստացի այս ուղղությամբ երբեք հավաքած չկան։ Դա հիմա ինչ է նշանակում, հարգելի հայրենակիցներ, որ իրականում այո, Միացյալ Նահանգների զորքերի քանակը տարածաշրջանում ավելի շատ է, քան նույնիսկ Իրաքի դեմ սկսած ռազմական գործողությունների դեմ։ Ցամաքային չէ, օդային, ցամաքային ոչ։ Եվ նկատի ունեմ, այո, ցամաքային գործողություններ Իրանում չի պատրաստվում, բայց
դա կարա լինի սահմանափակ ցամաքային գործողություններ, ինչպես մենք տեսանք Վենեսուելայում, բայց ոչ թե հսկայական եւ մեծ գործողություններ, ինչպես մենք նախորդ անգամ տեսել ենք Իրանի ուղղությունով։ Եվ սա կոնկրետ արդեն նաև օրինակ եւ փաստ է, որ փաստացի ամեն ինչ պատրաստ է նրա համար, որ լայնածավալ գործողություններ վարվի։ Եթե մոտավորապես հունվարի 14-ին, այսինքն 11 օր առաջ, երբ մենք ձեր հետ միասին այստեղ նաև խոսում էինք հավանականության մասին եւ գիտենք, որ չեղարկվել է այդ հարվածները Միացյալ Նահանգների կողմից, որովհետև Միացյալ Նահանգները համարեցին, ինչքանով մենք գիտենք տարբեր աղբյուրներից, որ բավարար չեն ուժերը տարածաշրջանում եւ այդ հարվածը կարա ստեղծի ուրեմն սպառնալիքներ, իսկ ուժերը բավարար չեն, որ կարողանան հակազդել այդ գործողություններին, ապա հիմա կարելի է ասել, որ այդ ուժերը իրականում բավարար են եւ շատ մեծ քանակով են։ Վերջի օրերի ընթացքում մենք նաև ձեր հետ միասին տեսնում ենք Tomahawk համակարգներ ունեցող տարբեր ուրեմն հնարավորությունների շարժ տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգները ավելի եւ ավելի շատ հակաօդային պաշտպանության հրթիռներ է ուղարկում Իսրայել, դրանով պատրաստում են նաև կարելի ասել իր զորքերը։ Մենք ձեր հետ միասին նաև արձանագրում ենք փաստացի շատ կարևոր եւս ուրեմն հնարավորություններ եւ աճ Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից, այդ թվում Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի եւ այլն, եւ պետք է ընդգծել, որ այս գործողությունները կարան տեղի ունենալ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում եւ գլխավոր թիրախը հիմա կարճ ասեմ գլխավոր թիրախը չի փոխվել, գլխավոր թիրախը դա լինելու է ռազմական օբյեկտները, հակաօդային պաշտպանությունը, բասիջ եւ հեղափոխության պաշտպանների այդ զորքերը եւ իհարկե Ալի Խամենեին ոնց հասկանում եմ։ Ինչու՞։ Որովհետեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս մի շաբաթ առաջ մոտավորապես խոսել է, որ Ալի Խամենեին պետք է փոխել, այսինքն առաջնորդ ինքը այլևս չպետք է ղեկավարի Իրանը։ Մի խոսքով դա գալիս է պարզ այսպեսի պատճառից, որովհետև հասկացել են այնտեղ արդեն Միացյալ Նահանգներում, որ գիտեք, եթե չփոխվի իշխանությունը կոնկրետ ուրեմն Իրանում, ապա ամեն այս փոփոխությունները դա ժամանակավոր գործընթաց է, այսինքն դա երկարաժամկետ հնարավորություն չէ եւ միայն ժամանակավոր է եւ հաշվի առնելով դա բացահայտ պետք է ասել, որ սա պարզ նշանակում է մեկ բան, որ իշխանության փոփոխությունը օրակարգում է դրված եւ պետք է արվի ամեն ինչ, որ հենց այդ իշխանության փոփոխությունը կազմակերպվի։ Թե ինչքանով եւ ինչպես դա կկազմակերպվի, դա շատ մեծ հարց է, որովհետեւ իրականում բարդ է Իրանում փոխել ռեժիմը, ռեժիմը սպառնում է Միացյալ Նահանգներին, ռեժիմը շարունակում է պնդել, որ հաղթելու է, որ կարողանալու է պատասխանել եւ որ որևէ խնդիր չի ունենալու, չի տեսնի այդպիսի խնդիր, ուրեմն հիմա տեսեք նոր տվյալներ նաեւ կան, բայց չեմ կարող հաստատեմ, որ մոտավորապես 36,000 մարդ են սպանել, հասկանում եք, այս թվերը շարունակվում են եւ ես կարող եմ ասեմ, որ մենք հստակ պատասխան իրական պատկերի մասին չունենք ընդհանրապես եւ դա նաեւ ծանրաբեռնում է իրականում իրավիճակը։ Պետք է ասել, որ ուրեմն Իրանը նաեւ կուտակում է ինչ-ինչ հնարավորություններ, զորքերը հատուկ իրավիճակում են գտնվում մարտական եւ ինչ որ առումով պատրաստվում են լուրջ ռազմական գործողությունների ուրեմն համար եւ դա ունի իր նաեւ կարևոր բաղադրիչը, որ ռազմական գործողությունների համար պատրաստվում են, որովհետեւ այսօր ցույց են տվել իրանց նոր հրթիռները, ցույց են տվել ինչ որ օդային ուժերի նոր ինքնաթիռ, բայց անկեղծ ասած ես շատ եմ կասկածում, ուղիղ որ ասեմ, որ այդ ինքնաթիռը իրոք գոյություն ունի, բայց մենք նաև ունենք Իրանից տարբեր հայտարարություններ, որոնք ասում են, որ
ուրեմն Իրանը կարող է ունենալ նույնիսկ միջուկային զենք, կան մարդիկ, ով դրա մասին ասում են, որ շուտ կարող են հավաքել միջուկային զենք, եւ մենք ձեր հետ միասին դրա վտանգի մասին խոսել էինք, որ կոնկրետ 400 կիլոգրամ ուրան իրանք ունեն 60%-անոց եւ այո կարող են հավաքել մոտավորապես 10 հատ, շատ բարդ կլինի, բայց մեկա 10 հատ միջուկային զենք, բայց բացի դրանից կոնկրետ մենք տեսնում ենք հիմա նաև իրանց տարբեր ներկայացուցիչների նոր էի նաև կարդում իրանց բարձր պաշտոնյայի հայտարարությունը Իրանի, որ մոտակա 24 ժամվա ընթացքում հնարավոր են ռազմական գործողությունները եւ դա իհարկե նաև շատ բանի մասին է խոսում, շատ մեծ հավանականության մասին է խոսում տարածաշրջանում, որ շուտապույտ կարա այդպիսի զարգացումներ տեղի ունենալ։ Ակնհայտորեն իրավիճակը շատ սրված է, թե ինչ զարգացումներ կարա ունենա իրավիճակը, մենք ձեր հետ խոսել ենք, երկու կարևոր խնդիր կա։ Եթե Իրանը սկսի փլուզվել, դա մեր համար սարսափելի զարգացում կարա լինի, Հայաստանը նկատի ունեմ, որովհետև հարավային Ադրբեջանի օրակարգը, գիտենք, արևմտյան Ադրբեջանի մեր դեմ ուղղված թեզը Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի ուրեմն այդ փաստաթղթում ակնհայտորեն նշված է դա ինչպես կարևորագույն վտանգ եւ սպառնալիք Հայաստանի համար, բայց մենք նաեւ ձեր հետ միասին գիտենք հարավային Ադրբեջանի այդ թեզի մասին, որը շարունակում է մնալ նաեւ սպառնալիք, իհարկե ոչ ուղիղ, բայց նաեւ սպառնալիք է կոնկրետ Հայաստանի համար, որովհետեւ եթե հարավային Ադրբեջանի ուղղությունով որևէ զարգացում տեղի ունենա, ապա մենք ձեր հետ միասին հստակ պետք է արձանագրենք, որ այդ զարգացումը կբերի նրան, որ Հայաստանը արևելքից, արևմուտքից եւ հարավից կլինի ամբողջությամբ շրջափակված թուրքերի կողմից։ Հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանը, որ հատում է Մեղրիի ուղղությունով, 20-ից 30 միլիոն թուրքական ծագում ունեցող ազերի ադրբեջանցի ապրում։ Եթե Իրանը փլուզվի, մենք արդեն Իրանի, այսինքն պարսիկների կողմից ղեկավարված պետության փոխարեն կունենանք փաստացի այդտեղ կամ հարավային Ադրբեջան, կամ հարավային Ադրբեջանի ինչ որ տրամաբանության ներքո գտնվող ինչ-ինչ տարածք, ինչը շատ մեծ վտանգ է եւ մենք դրա համար էլ դրան պետք է հետևենք։ Դա եւս մեկ անգամ հիշեցնում է, ինչ մեծ կարեւորություն ունի Վրաստանը եւ նաեւ պատասխանում է հարցին, այդ թվում ինձ հարցեր էին ուղում, թե ինչու ես ուրեմն չեմ գալի Հայաստան ապրելու նկատի ունեն, որովհետեւ ես դրա մեծ ցանկություն ունեմ, սա բազում անգամ ասել եմ, բայց որովհետեւ Վրաստանի կարեւորությունը շատ եւ շատ մեծ է Հայաստանի համար եւ ես նաեւ այստեղ ունեմ կարևոր գործունեություն եւ առաքելություն, բայց ապագայում հուսով եմ, որ կկարողանամ նաեւ գալ Հայաստան, նույնիսկ տեղափոխվել, բայց դա առանձին թեմայի հարց է։ Ինչ վերաբերվում է այդ թեմային հասկացաք, բայց մյուս հնարավորություն էլ կա, մենակ վատ սցենարը չի, եթե Իրանը չփլուզվի եւ դառնա արևմտամետ, այսինքն իշխանափոխություն ուղղակի այդտեղ լինի, ապա մենք իդեմս Իրանի հարավում կունենանք դաշնակից Միացյալ Նահանգների, մեր համար դաշնակից եւ Վրաստանի դերը հակառակը կնվազի, կախվածությունը Վրաստանից նաեւ կնվազի, այդպիսի երկու կարևոր սցենար կան։ Դրամա այս թեման մեր համար իրականում շատ եւ շատ լուրջ է եւ մենք շատ ուշադիր պետք է լինենք եւ եթե որևէ զարգացում սկսվի այս թեմայով կամ ինչպես կշարունակվի այս զարգացումները, իհարկե ես ձեզ տեղյակ կպահեմ անպայման եւ մենք կշարունակենք ձեր հետ միասին հետևել այս հարցերին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։